Չորրորդ օրն է Լոս Անջելեսում շարունակվում են ապօրինի ներգաղթյալներին երկրից վտարելու իրավապահների գործողությունների դեմ ցույցերը, որոնք ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով։ Կան տասնյակ բերման ենթարկվածներ։ Ոստիկանները կրկին արցունքաբեր գազ եւ լուսաձայնային նռնակներ են կիրառել ցույցերը ցրելու համար։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Կալիֆոռնիայի այլ քաղաքներում, ինչպես նաև այլ նահանգներում։ Ուշ երեկոյան ակցիաները հիմնականում մարել են։ Այս ֆոնին խորանում են հակասությունները Կալիֆոռնիա նահանգի ու դաշնային իշխանության միջև։ Երեկ ԱՄՆ նախագահը կարգադրել է ազգային գվարդիայի ևս 2000 զինվոր ուղարկել Լոս Անջելես, դրանց թիվը հասցնելով 4000-ի։ Կարգ ու կանոն հաստատելու համար Դոնալդ Թրամփն ուղարկել է նաև ծովային հետևակի 700 զինվոր։ Նա շնորհակալություն է հայտնել ազգային գվարդիային լավ աշխատանքի համար, ապա քննադատել Կալիֆոռնիայի նահանգապետին, ասելով, թե նա կոմպետենտ չէ, չի տիրապետում իրավիճակին եւ լավ կլիներ, որ ձերբակալվեր։ Նա ոչ կոմպետենտ նահանգապետ է։ Տեսեք, թե ինչ աշխատանք է անում Կալիֆոռնիայում։ Նա ոչնչացնում է մեր մեծ նահանգներից մեկը։ Եվ եթե ես չմիջամտեի, եթե չտեղակայինք ազգային գվարդիան, այստեղ աղետ էր լինելու։ Կալիֆոռնիայի նահանգապետը համարում է, որ ազգային գվարդիան կիրառելն ապօրինի է եւ արդեն դատական հայց է ներկայացրել նախագահի, Պենտագոնի եւ պաշտպանության նախարարի դեմ։ Դեմոկրատ Գևին Նյուսոմն ասել է, որ Թրամփի գործողությունները մեջբերում են անվիճելիորեն քայլ են դեպի ավտորիտարիզմ։ Նա սոցցանցում գրել է, որ ծովային հետևակի ներգրավումը մեջբերում խելագար երևակայության արդյունք է։ Լոս Անջելեսի քաղաքապետը եւս քննադատել է դաշնային կառավարությանը, ասելով, որ ազգային գվարդիան տեղակայելով այն նպաստել է քաղաքում քաոսի առաջացմանը։ Քերեն Բասը կոչ է արել դադարեցնել միգրանտների դեմ գործողությունները։ Այս ռեյդերը պետք է դադարեցվեն, սա չպետք է տեղի ունենա մեր քաղաքում, սա արդարացված չէ, այն միայն նպաստում է քաոսին, սա քաոս է, որը նախաձեռնվեց Վաշինգտոնում։ Լոս Անջելեսյան իրադարձություններին անդրադարձել է նաև ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգներին կոչ անելով համատեղ ջանքեր գործադրել ռազմական ուժի կիրառումը հետագայում կանխելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆահրան Հաքը հույս է հայտնել, որ իշխանություններն ամեն ինչ կանեն իրավիճակը հանդարտեցնելու համար։ Մենք չենք ցանկանում, որ այս իրավիճակը շարունակվի ռազմականացվել, եւ կողմերին խրախուսում ենք տեղական, նահանգային եւ դաշնային մակարդակներում աշխատել այդ ուղղությամբ։ Ցուցարարները պնդում են, որ իրենց գործողությունները խաղաղ են, ցանկանում են պարզապես աջակցել միգրանտներին։ Լոս Անջելեսի բնակիչ Ուիթնին ասում է, որ նույնիսկ եթե այս վարչակազմն իշխանությանը եկել օրինական ճանապարհով, չի նշանակում, որ նրանց գործողություններն օրինական են։ Մտածեցի, Աստված իմ, սա կարծես ժամանակակից հոլոքոստ է լինելու։ Սա առաջին բանն էր, որ մտքովս անցավ։ Նրանք փորձում են լռեցնել բոլոր առաջնորդներին, որոնք կարող են խոսել այն ամենի դեմ, ինչը սխալ է եւ անօրինական։ Մեկ այլ ցուցարար էլ ասում է, որ Թրամփը նախընտրական շրջանում խոստանում էր երկրից վտարել հանցագործներին, սակայն իրավապահները հիմա ձերբակալում են մարդկանց, որոնք պարզ չէ, քրեական անցյալ ունեն, թե ոչ։ Ռայան Լոլերը ցանկանում է նաև, որ ազգային գվարդիան դուրս գա քաղաքից։ Ես ավելի անվտանգ չեմ զգում ազգային գվարդիայի ներկայությունից։ Ես պակաս անվտանգ եմ զգում։ Այնպես որ ուզում եմ, որ նրանք քաղաքից դուրս գնան։ Ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, թե սրանք լավ կազմակերպված ցույցեր են, որոնց մասնակիցներին վճարում են։ Քրիստի Նոյեմը սակայն որևէ ապացույց չի ներկայացրել։